Բարև բոլորին ժողովուրդ ջան, այսօր սովորելու ենք բլոտ խաղալ 0-ից ժողովուրդ պրակտիկ, էդի ամենակարևոր բանն է բլոտ խաղալու մեջ, որ պետք է պրակտիկ շատ խաղաք, կարաք ես խաղը բազար բլոտ Play Market-ից քաշեք ու շատ խաղաք, ունդե տեղ կա, որ ծախ եք գնում այդ 300-400 բաները, ֆիշկեքը որ կա, որ դրածա դրանցով կարաք խաղաք, Ձախ կոմի վրա կա հատուկ ուսուցողական, կարաք այդտեղ էլ մտնեք ու ինչքան ուզում եք խաղաք։ Պրակտիկ ձեզ խաղա պետք դրա համար, էդի ամենակարևորն է։ Հիմա այս բանում ես ունեմ բլոտ, քյափից։ Դամա կարոլը երկուսը միասին պետք է լինեն, տեսեք։ Բլոտ։ Սա բլոտ է կոչվում ժողովուրդ։ Պրակտիկայի մեջ, հիմա նայեք, տուզը գցել է, այս դեպքում սրտի մեջ ինքը բարձր է, հաջորդը 10-ն է, ես 10-ոցը իրան չեմ տալիս, որ հաջորդին, եթե չչախի ես քյափով, ես տանեմ, ստեղ 7, 8, 9 ғարի, իրանք քյափի և այլն, այդ առումով, տեսեք ստեղ չախեց ինքը, որովհետև ғար չուներ, ինքը ղոզ ուներ ու պարտադիր պետքա չախեր, ստեղ ռեբլոտ, Հա 7, 8, 9 միավորներ չեն, բայց եթե քյափի ինոցի մասին, այսինքն ղոզի ինոցի մասին ու ղոզի վալետի մասին ենք խոսում, ղոզի ինոցը 14 միավոր է, ղոզի վալետը 20 միավոր է։ Ու այդ նույն ձևով, եթե 4 թուղթ է լինում, ինոցներից 4 թուղթը 14, այսինքն 140 է, վալետներից է 200 Բայց վալետներից բոյի ժամանակ, այսինքն երբ որ տուզ բանն են խոսում, բոյը սա, այդ ժամանակ, տեսեք, եթե ես 4 թուղթ վալետ ունենամ, դա հաշվում է 10, բոյի ժամանակ մենակ, ինոցներից 4 թուղթը 0 է համարվում, հիմա նայք, ես 8-ը խոսացի, այսինքն որ ես կարող եմ մի հատ տուզ ունեմ ընդամենը, իմ ընկերս ինձի 9-ից հետո, ғարը 9-ից հետո մի հատ հելավ, այսինքն իրա մոտ մի հատ տուզ կա։ Պրակտիկը սենց ավելի հեշտ կլինի ձեր համար ժողովուրդ։ Հիմա ինքը ғար է խոսում 11։ Տեսնենք թերզ ունի, թերզ չունի, բլոտ չունի։ Հիմա նայեք, այս աջ վերևի անկյունը 17 է գրած, վերևին է 31, 31-5 էդի ամբողջ խաղի հաշիվն է։ Տակինը թե ինչքան է հիմա տարվում, այսինքն հիմա իրանք 40 միավոր տարել են, բայց ստեղ թերզ ուներ ես մեկը, այսինքն թերզը 2 միավոր է ժողովուրդ, 2 միավոր է թերզը։ Այսինքն 11-ից հանում ենք 2, 9, 90, հիմա այստեղ պետք է գրվի 90, այսինքն իրանք 90 պետք է հանեն, որ հաղթեն։ Վալետը, սովորական վալետը, ղոզի վալետի մասին չի գնում խոսքը, վալետը 2 միավոր է, սովորական դամեն 3 միավոր է, կարոլը 4 միավոր է։ Ինձ թվում է շատ հեշտ կհիշեք, 10-ը նույն 10 միավորն է, Ստեղ, եկեք եսի գցենք, տուզը 11 միավոր է, ընդեղ էլ բան չմնաց։ Նույնը 4 թուղթ տուզը, 4 թուղթ տուզը ինքը բոյի ժամանակ 19 միավոր է, ամենաբարձրն է համարվում, 10-ը 100 միավոր է, 10-ից 4 թուղթը։ Նայեք, հիմա մենք ունենք 4 թուղթ կարոլներից, սա 100 է ժողովուրդ, հիմա ես կարամ, սենց, էսի դուք չանեք, բայց նայեք, հիմա ես 100 արդեն հանել եմ, ուղղակի մի հատ ավել պետքա տանեմ, քուանշը, այսինքն չի հավատում, հիմա օրինակ պետքա տանեի ես 20 կամ 30, եթե միավորով հաշվենք, ես պետի տանեի 30, ինքը քուանշես դառնում է 60, սուրն է դառնում է մոտ էլի կրկնակի, տո 120 դառնում է ժողովուրդ։ Ես մի քիչ ես հաշվարկից լավ չեմ, բայց մոտավոր էդի բանն էի բացատրում, էլի, թե սրանք ինչ, այսինքն այս 58-ի փոխարեն, եթե իրանք հաղթեցին, 151-ը իրանք անցնում են ու հաղթում են մեզ, այդքան միավորը կարևոր է, պետքա քուանշելը սուրը շատ զգույշ ըննեք։ Ես հիմա ուղղակի մի հատ պետքա տանեմ։ Մի հատ պետքա տանեմ, եթե չտարա պարտվում եմ։
Եկեք։ Всё, անգերս տարավ, էդի շատ լավ է։ 7, չէ, կներեք, սխալ էի հաշվում, դե այդ հաշվարկը 76 էր, ես մի քիչ հաշվարկից լավ չեմ, բայց իմացեք, որ ավելի է շատանում քուանշելուց, սրելուց, ես մի քիչ այդ հաշվարկից մի քիչ այդքան էլ լավ չեմ, էդի չգիտեմ, այդ մեկը տեսեք, ես, հա, նույնը, ես հաշվարկը լավ չեմ տենց։ Հա, շատ էի բարձր ասել, հա, որտեվ 10 էր է խոսացել ժողովուրդ, կներեք, մոռացել էի, ես կապուտի դեպքում էի բացատրում։ Կապուտի դեպքում, եթե խոսում են, էդի ուրիշ է, կապուտին է ես ասեցի։ Լավ, հիմա անցնենք առաջ, այդ թվերը այդքան հիմա կարևոր չեն։ Հա, ստեղ ես ամեն մեկից տվել է 3 հատ, 2 հատ, մի հատ, ստեղ ես ոչ մի բան չեմ կարա հիմա խոսամ։ Նայեք, իրանք արդեն 11 են հանում, պետք է հաշվարկ անեք բանով, օրինակ, նայեք, ես վալետ դամա ունեմ սրտից, բայց ես 8 չեմ հանի, այսինքն վալետը 20-ը, դամեն 3։ Всё, եթե իրանց մոտ 9-10 տուզը եղավ, այսինքն ես էլ չեմ կարող, այս դամես էլ չի աշխատելու այդ առումով։ Ստեղ հիմա ընկերս քյապ խաղաց, ինչ որ մեկը տուզը պահեց, այսինքն ամեն պահի կարան էլի գցեն ու իմ տուզը տանեն, 10-ը տանեն, նայեք։ Հիմա քյապի տուզը զուտ ում մոտ կլինի, էդի ես չգիտեմ։ Քյապի վալետով էր քյապի տարել ինքը, տենում եք այսպես բաներ էլ կա, որ կարան նաև այսպես շուստիություն անեն, բայց օրինակ Ղարի Ղոզը, Կարոլը, ընկերոջս մոտ էր մնացել ու իրանք չէին մաքրել, ու ինքը ընկերս քյապ չուներ, արդեն չախել էր, պատկերացրիք։ Ուղղակի շատ պետքա ձեզ պրակտիկ խաղաք։ Ամեն տեղ չի, որ պետքա քուանշեք, ժողովուրդ, ամեն բան չի, որ հեսա որ խաղի ընթացքում ես այդ ամեն ինչը ոնց որ շատ մանրամասն կբացատրեմ, ուղղակի ուզում եմ խաղի մեջ լինի, որ դուք ավելի հասկանաք, էլի այս խաղը, պրակտիկը ինքը շատ կարևոր է, նայեք, հիմա 10 վալետ Կարոլ ունեմ, հիմա եթե էլի չեմ խոսում ես, որովհետև կողքից տուզ, չգիտեմ, տուզ 10, մի հատ 10 ունեմ, են էլ թակա, մի հատ խաչի տուզը կցեն, է 10-ը ստանելու են, դրա համար ես չխոսացի, նայք, 9-10 վալետ դամա, սա կոչվում է 50, 50 միավոր, այսինքն 9 խոսացի, 50 ունեմ, 40 պետք է ընդամենը հանեմ, դե իհարկե ստեղ հաշվարկ ենք անում, մենակ 34, 90 վալետն է, ստեղ ընկերս հերնում է իր Ղարը 10-ը, ինքը ինձի մի հատ տուզ հելավ, հիմա որ 13 եմ ես խոսում, ինչ եմ ասում, տուզից հետո շարունակություն բոյով ունես, 10 կարոլ, դամա տենց իրար հետևից, կամ 10 կարոլ, կամ 10, ունի թե չէ, ասեց ունի, ես հիմա փաս եմ գնում, ավելի շատ չեմ բարձանում, որ կարողանամ հանեմ, ու ստեղ խնդիրն է, որ զուտ ես չգիտեմ իր տուզը որ մաստից է, Ղարից է, սրտից է, խաչից է, նայք, հիմա հաշվում ենք 1, 2, 3, 3 հատ քյապ դուրս եկավ, 4, 5, 6, 7, մեր մոտին էլ հետը 7, մի հատ էլ կա հալը դուրսը, բայց ես ընկերոջս բանը չտեսա, տեսեք, ես որ բանը սկսեցի հաշվել, չտեսա ընկերոջս թերզը, վсё, լավ է, այսինքն 50 ունեմ դառնում այս 14-ից 90, 2 հատ տուզ ուներ, տեսեք ինքը կարար 2 հատ հեններ, ինքը կարար 2 հատ հեններ, բայց մի հատ հելավ, այդ էլ կա, այսինքն եթե 2 տուզ ունեք, կարակ 2 տուզը հենեք, բայց ստե էլի հարց կա, եթե մի անգամից 9 է, այսինքն ոչ մեկ ոչ մի բան չի խոսացել, ես մի անգամից 9 եմ խոսում, այդ նշանակում է, որ 9-ը վալետը իմ մոտ է, ու էլի տենց Ղոզ ունեմ կողքից, ու այդ առաջի ռոկին, եթե մի անգամից է 9 խոսում, կողքից 8 մուտ չկար, ինքը մի անգամից 9 է խոսում, դուք կարաք առաջի ռոկին
տուզը հենեք, բայց եթե 8 ասում կամ 8-ից հետո 9 ասում, առը եթե դուք 9-ը վալետը չունեք, չեք հենում։ Սպասում եք երկրորդ ռուկը գա, երկրորդ ռուկին նոր տուզը հենում եք։ Դա շատ կարևոր է։ Հիմա տեսեք, քյափը 9 խոսացա ինգերես։ Ստե տուզը 10-ը հելա կարի, այսինքն բոյը մնաց կարոլը, հետո դամեն, հետո վալետը։ Հիմա ես սենց եմ անում, տալիս եմ ընկերոջս։ Ես չգիտեի իր մոտ վալետնա, թե չէ, որտեվ սկզբից ուշադիր մի քիչ չեղավ, հա, մի անգամից էլ 9 խոսացե, հա, ես այդքան որ բացատրում էի, ես հիմա մի քիչ խաղը բան եղավ, բայց ես սրանք կարևոր է, էլ ինչ որ ասում եմ, այդ ամեն ինչը կարևոր է։ Ահա, խոզի 10-ը խոզի 8-ից մեծ էր։ Սենց մենք պետքա 9 հանենք, չախեց, ահա, մենք 11 հանեցինք, այսինքն 11, եթե կարողանայինք քարեր ունենայինք բան, 11 մենք կարայինք խոսայինք ու կհանեինք, 9-ի փոխարեն 11։ Հա, ու բոյը, որ մենք բոյ ենք խոսում, բոյը դրա համար էի ասում, բոյը կապուտին էի սկզբից հաշվում են, որ ասում էի 125 բան, էդի կապուտի ժամանակ, որ քոանշում են, հետո սրում են, էդի տարբեր հաշվարկները, էդի հետո կսովորեք ժողովուրդ։ Ահա, ստեղ, հա, բոյը ինքը համարվում է կրկնակի, այսինքն եթե դուք խոսում եք բոյը 9, տան, չէ, սիրտը 9 օրինակ, եթե սիրտը 9 եք խոսում, դուք եթե մաքուր հանեք, թերս չունենաք, 50 չունենաք, ինչ-որ բան չունենաք, մաքուր խոսում եք, 9 հանում եք մի անգամից, 18 է գրվում դա, բայց եթե կրկնակի եք խոսում, այսինքն բոյ եք խոսում, դուք տանելու եք 36 միավոր, այս վերևը գրվելու է 36 միավոր, գումարվելու է ձեր միավորներին։ Ես ստեղ օրինակ չգիտեի, որ ինքը քյափի բոյը 9 եթե մի անգամից են խոսում, հա, կարա նաև 2 տուզ կարա ինքը լինի, որ լավ բոյ ունի ինքը, ու իրան պետք է ընդամենը, չգիտեմ, մի հատ տուզ կամ ինչ-որ բան, բայց հա, մեծամասամբ 2 տուզ 3 տուզով են շատը բոյ խոսում, բայց կան նաև սկսնակներ, որոնք որ այդ ամեն ինչը չեն հասկանում, դրա համար խաղալուց շատ զգուշ եղեք, քանի որ եթե սկսնակ եք, դա պետքա ձեր զգուշությունը պահեք։ Ահա, ստե հաղթեցինք մենք, 151-ից հլը ավելի շատ անցանք ժողովուրդ։ Ահա, նորից ենք շարունակում։ Ու ժողովուրդ, ինչքան level ուզմա ձեր դեմ բարձր լինի, դա կարևոր չի, level-ը ստեղ, որտեվ կան շատ բարձր level ունեցողներ, որոնք շատ վատ են խաղում, ու կան շատ ցածր level ունեցողներ, որոնք շատ լավ են խաղում։ Ահա, նայեք, ստեղ ունեմ դամա կարոր տուզ խաչից, ինքը խաչ է խոսում, բայց ես իրան չեմ քորնշում, որտեվ ինքը կարա կողքից 4 թուղթ, կամ 51 ուր սրտից ունենա օրինակ, դրա համար ես իրան չեմ քոանշում, տենց բաներ էլ կա, դրա համար քոանշելը այն դեպքում, և որ 100%-անոց համոզված լինեք։ Ստեղ ես չեմ խոսա, արդեն։ 50 ունի, տեսեք, ես թերզ ունեմ, ինքը 50, իրա 50-ը անցնում է, որտև իմ թերզից մեծ է։ Եթե հարցեր կունենաք, կոմենտներում գրեք, նաև այդ հարցերին կպատասխանեմ։ 15 խոսացել է, 50 ունի։ Տեսեք, էլի չախեց։
այստեղ всё լավա չի չախում ահա էսի տարանք նայեք 58 թերս կար իրանց մոտ 15 խոսացել էին այսինքն իրանք 80 պետք է հանեին մենք էլ պետք է հանեինք մոտ 83 ընդհանուր խաղը 162 միավոր ունի ժողովուրդ 162 տեսեք հիմա ինքը խաչու 8 ասեց ես 9 ունեմ մի հատ իրան հեննում եմ դուք սկզբից նոր խաղացողները վալետնել 9-նել մի հատ կհեննեք հետո արդեն որ մի քիչ ավելի լավ խաղակ ավելի այտենց վարժ լինեք այս խաղի մեջ որ զգաք որ չէ դուք արդեն լավ եք խաղում այդ դեպքում նոր վալետը 2 հատ են հեննում տեսեք հիմա ինքը ռոզերը մաքրում է Ստեղ 9-ը պետք է տա, ուղղակի վալետը մատս կպավ, վալետը գնաց Այսինքն փորձում եք շատ քիչ միավոր տակ նաև հակառակորդին, դա շատ կարևոր է Տեսեք Հարի Կարոլով 10-ներ ինքը տարա, որտեվ նույն մաստի չէին Նաև պետք է այդ բանը հաշվեք, թե քանի հատ քյապ է դուրս գալի խաղի ընթացքում Քանի հատ ղար, քանի հատ սիրտ Այդ ամեն ինչը պետք է հաշվեք, որ իմանաք, թե ինչ կարաք դուք պահեք ձեր մոտ Ստեղ ես ունեմ վալետ 10 քյապից, վալետ 8 ղարից, որը էլի դուրս եկող այս երկուսը, բայց սիրտը կարա էլի աշխատի հիմա, որտև 4 հատ ունեմ ու եթե ճիշտ խաղամ, ոյտի կարևոր է, տեսեք ահա, հիմա այս 10-ը սեղավ բոյ Ահա, տեսեք Խաչ չունեմ, պետքա չախեմ ու այս դեպքում չեմ խաղում 7-ը տուզը, վալետն եմ խաղում, որ 9-ը հանեմ Երկու հատ ղոզ կա դուրսը ժողովուրդ Ստե ինքը ավտոմատիչսկի գցեց, որտև ղարի 8-ն է ուզում գցեի Դա ավտոմատ եղավ էլ, ես մեկը մի քիչ Տենց եթե չեք հասցնում ստեղ մեկ ինքը ավտոմատ գցում է, այդ էլ պետք է զգուշ լինեք, էլի տեսեք չախեց Ստեղ թերզ ունեինք, տեսեք 70 էինք անել, 9 խոցացել էի, թերզը գումարվեց, դարավ 9 Ստեղ ուղղակի ես չհասցրեցի էդի գցեմ, զուտ դրա համար այդ խնդիրը եղավ Ստեղ ես էլի ոչ մի բան չեմ խոսում Հա, ու ստեղ որ տենում եք, մի հատ օրինակ բաց եմ թողում ինքը իրանա փասանում, շատ արդեն ավելի շուտ է սկսում ֆռալ ու դուք կարող եք չհասցնեք սեղմեք, դրա համար աշխատեք, որ հենց դուք սեղմեք, չթողեք էլի, որ ինքը այդ ժամանակը բրծնի ու սեղմի։ Դա համար այդտենց խնդիրներ կարան լինեն։ Ահա, հիմա ընկերս տարբեր բաներ է խոսում, որ տենա ինչ կա իմ մոտ, բայց իմ մոտ հիմա իրավ ոչ մի խոսացածից 18-ը ես չեմ կարա 18-ով իրան ինչ-որ մի բան հեննեմ։ Տեսեք, որ 10-ը գցեցի, ինքը ստիպված չի կարա էլի օրինակ 7 ղարի 7 գցի օրինակ։ Ես ղարի 10-ը գցեցի, ինքը չի կարա ղարի, եթե 9-ը ունի, 9-ը բարձր քարա, ինքը չի կարա ավելի ցածրը գցի։ Էդ էլ ասեմ ժողովուրդ, օրինակ սիրտ է խոսում ընկերս, սիրտը 8, պայմանական։ Ես ունեմ իմ մոտ սրտի 8 ու սրտի 10։ Ընկերոջս մոտ վալետն է, ես դե սրտի 10-ը գցեցի, եթե իր մոտ կա սրտի 9, որը բարձր է, հետո վալետն է ամենաբարձրը, սրտի 9 երկրորդն է, ինքը չի կարա գցի օրինակ սրտի 7, եթե ես սրտի 10 եմ գցի, ինքը անպայման ղոզի 9-ը պետքա դնի։ Այստեղ փորձեմ ընկերոջս 10 ուղիղ նայեք, 11 խոսացել ենք, 111 էլ հանեցինք։ Այս պրակտիկ խաղը ընդհանուր շատ է պետք ժողովուրդ, որտեվ այդ ինչքան շատ պրակտիկ խաղաք, բայց նաև ուսուցողականում կխաղաք,
սկզբի վախտերը, մենակ ուսուցողական ընդեղ ձախի կողմը կա։ Ուսուցողականում կխաղաք, հետո նոր կանցնեք սենց օնլայն խաղերին արդեն, մարդկանց հետ խաղերին։ Ու խաղին միշտ ուշադիր եղեք։ Այստեղ տեսեք, ես տոզումներ ընկերես, եթե իմանամ շարունակությունը ինքը կունենար, ես բոյ կխոսայի օրինակ։ Սրտի 10 կամ կողքից էլի տոզ ունենար շարունակությունով։ Ստեղ գարը չեմ ուզում բանով թողեմ, այսինքն թակ լինի, դրա համար եմ դամ են խաղում, այս դեպքում։ Տեսեք, ստե չախեց։ Ստեղ արդեն տուզն եմ տալի, ինչի համար։ Որովհետև արդեն իրանք 10-ը իրանք խոսացած հանել էին, ու ես տուզը գցեցի, որովհետև արդեն հնարավորություն մեկա չկար, բայց իհարկե կարելի է պահել բանանել, ուղղակի այս դեպքում ես տենց վարվեցի, որ մեր բանը բարձրանա, այսինքն այդ 7 միավոր չտանենք, գոնե 10-ից ավել լինի, 20 միավոր լինի։ Ճիշտ է, այդ դեպքում էդի մի քիչ պերի չէր, բայց տենց վարվեցի, տեսակ ժողովուրդ, տենց էլ ա լինում, օրինակ կարայի այդ չէ, շատ տարբեր բաներ կան, էլի, կարող է ընկերոջս մոտ ղար չլիներ կամ 1000-ի տարբերակ կարամ ասեմ, բայց հիմա ես տենց վարվեցի, տեսեք, շատ ուժեղ խաղացողներն էլ միշտ սխալվում են, չփորձեք, օրինակ ձեզ ինչ-որ բանում մեղադրեք, ես ինձ սխալ արեցիք, ամեն ինչ պետքա չանեի, որովհետև էդի բոլորի հետ է պատահում է, հիմա ես սրանց հասկանում եմ, որ ընկերս 4 տուղ տուզ ունի, որովհետև 19, այսինքն 190, ինքը ստեղ խոսացել է, մենք 270 պետքա տանենք, ինքը հիմա 4 տուղ տուզ ունի, այսինքն 190, պատկերացրիք, 190 մենակ ինքը ունի, այսինքն ստեղ մենք 80 պետքա ընդամենը տանենք։ Ահա, նայեք, հիմա ինքը 4 տուղ տուզ ունի, չէ, նայեք ինչ եմ անում։ Եթե ինքը մի քիչ ճիշտ, արա, չէ, լավ էլի, սենց բլեֆները օրինակ մի քիչ, չէ, վայ, բլեֆ չեր անում փաստորեն, լավ է։ Ահա։ Տեսեք, կարող է հիմա կապոտ ըննեն մեր հակառակորդները, այս խաչը, հա, վսյո։ Կապուտ եղան, պատկերացրիք, այսինքն մենք 44 բոյը մենակ կարայինք խոսայինք, 25 դառնում է ընդհանուր միավորը, 160 միավոր կա, բայց եթե կապուտը համարվում է 25-ը, ստեղ նայեսա մի րոպե ժողով, տենց իրավիճակ լինի, որ տենց ավելի լավ կբացատրեմ, էլի, որ կապուտ խոսանք, որովհետև այսպես ուղղակի շատ տենց դժվար կլինի դա բացատրելը։ Թող այս խաղը անցնի, մյուսին տեսնենք կարող է, ինչ-որ ձև խոսանք, որ կապուտի տենց բան բացվի։ Քանի որ տուզը 11 միավոր է, 10 միավոր է, ես 10-ը տվեցի, որ 11 միավորը մնա իմ մոտ, որովհետև ամեն մի միավորը ինքը շատ կարևոր է։ Ես կարոլն եմ գցում, որովհետև արդեն 10-ը իմ մոտ է մյուս բոյը, կարոլից բարձրը տուզն է։ Այսինքն մենակ տուզը պետքա, կամ տուզը պետքա գցեր, ընկերոջս մոտ էր, ընդեղ չախել էին ընկերոջս։ Ստե ես 10-ն եմ գցում, ստեղ իրանք բլոտ ունեին, ու 10-ը իրանք հանեցին մաքուր, մենք հաղթեցինք 153, ուզում եմ կապուտի մասին նաև խոսամ, ժողովուրդ, հեսա որ նորից եմ խաղը սկսում, նենց կլինի, որ ընակ վատ քարեր կունենանք, հեսա այս դեպքում ես ոչ բան, նայք, ստեղ որ սեղմ եմ կապուտ,
25 կապուտ, նաև ըննում է առանց կապուտի, ուղղակի սենց բարձրացնել իջացնելով, նայեք, առանց ոչ մի բան, ուղղակի տենց որ բարձրացնում իջացնում եք, հեսա որ խաղագայինց, եթե էսի խոսա, լավ, չեկավ, տենց սովորական ութեր, կապուտը չեք սեղմում, առանց տենց բան անելու անդադ սեղմում եք, թվերը բարձրանում է հասնում է 25, եթե դուք 4 թուղթ ունեք, բան ունեք, այդ տենց կարակ բարձրացնեք, էլի, միջև 20, էլի, օրինակ 4 թուղթի դեպքում, միջև 20, ինչքան որ հաշվում եք, որ դուք կարակ հանեք, օրինակ 20 խոսացիք, 4 թուղթ 10 ունեք, էդի 100 եղավ, այսքան էլի 100 պետքա տանեք, այդ ամեն ինչը հաշվար կանելով, ամենակարևորը, իսկ եթե խոսում եք, օրինակ այդ կապուտը, որ ես սեղմեցի, կապուտ, այսինքն 25 կապուտ, սեղմելով կապուտը, որտեվ եթե չեք սեղմում, ուրեմն ինչ-որ 4 թուղթ տուզ ունեք այդպիսին, որ բոյ եք խոսում, ոնց բոյ եք 27 խոսած, նույն ձևով ժողովուրդ, այսինքն եթե կապուտ եք խոսում 25, դուք ոչ մի ռուք չպիտի տակ հակառակորդին, եթե տվեցիք պարտվում եք, այսինքն նենց պիտի լինի ձեր հաշվարկը, ձեր ընկերը օրինակ 2 հատ տուզ հելացնի կամ մի հատ տուզ, տեսեք մի հատ տուզ է ինքը ինձ հելնում, օրինակ քյափի տուզը, ես տեղ առը բաց եմ թողում, այսինքն ես կապուտ չեմ կարող ասեմ, որտեվ ես առաջին չգիտեմ իրա մոտ ինչ տուզ է, եւ եթե ինքը ինձ 2 հատ չի հելել, էլի տուզը, ես չեմ կարող կապուտ խոսեմ, որտեվ մի հատ ռուկ, 2 հատ ռուկ, եթե մի հատ ռուկ բաց թողեցի իրանք միավորներով սենց տարան, Всё, ես պարտված եմ։ Ահա, տեսեք, ստե բլեֆ արեց այս հակառակորդը, բլեֆ արեց ստեղ։ Հիմա ինձ պետք է որ ես 9 տանեմ։ Ու հասել եմ հիմա 87-ի ժողովուրդ, բայց ոնց որ չէ, չտարա։ Մի ուրիշ բան խաղա, էլի, տեսեք ինքը բլեֆ էր արել, հասել էր իրան ինքը բլեֆ էր արել ժողովուրդ։ Այսպես բաներ էլ ա լինում ժողովուրդ ջան, շատ պետքա զգուշ ունեք ու հաշվարկով խաղաք, օրինակ ստե թերզը մեզ փրկեց։ Հա, եթե կապուտ եք խոսում 25, ուրեմն բոլոր, այսինքն մի հատ ռոք պետքա բաց չթողեք ու ամենակարևորը 25 կապուտ խոսալուց, եթե ունեք 4 թուղթ, մտածում եք դուք 100 ունեք, 100-ը չի անցնում, պատկերացրիք, 100-ը չի անցնում, այսինքն 4 թուղթը 100-ը 50-ը թերզը չի անցնում, այսինքն եթե խոսացել եք 25 կապուտ, ու մտածում եք 4 թուղթ ունեք, չէ, 4 թուղթով դուք զուտ կարաք ինչ-որ 35 խոսակ, էլի կապուտով, պատկերացնում եք, այսինքն կապուտը ոչ մի ռուկ չպիտի բաց թողեք, ոչ մի 4 թուղթ 50-100 կապ չունի կապուտի մեջ, բայց եթե առանց կապուտ եք խոսում, այդ արդեն ուրիշ է, եթե օրինակ ես սովորական եմ խոսում, բարձրացնում եմ, դարձնում եմ 25, ունեմ 100, բլոտ ռեբլոտ, այսինքն ես հաշվարկ եմ անում, հա տեսեք 25 եմ խոսում, սենց սովորական էլ 25-ը սեղմում եմ արդեն ունեմ 100 բլոտ ռեբլոտ, 100-ը 100-ով գնում է, ընդեղ բլոտ ռեբլոտը 2-ա սենց գալիս է 13 է դառնում, այսինքն 33 հակառակորդը պետքա տանի, որ ես պարտվեմ Հիմա ավելի շատ խաղի վրա կենտրոնանանք, որ դուք արդեն որոշակի գիտելիքներ ունեք, ինձ թվում է, որոշակի բաներ բացատրեցի, եթե չեմ հիշում ասել եմ թե չէ, կարոլներից, դամաներից, 10-երից 4 թուղթերը իրանք 100 են։ Ինչ հարցեր կունենաք ժողովուրդ, որին դեռ չեմ պատասխանել, անպայման կոմենտներում կգրեք, որ ես հաջորդ վիդեոներում դրան պատասխանեմ։ Տեսեք 15 խոսած մարդը 15 հանեց իր այդ ռեբլոտն էլ հələ իրան սենց ասած չօգնեց, որովհետև իրա այսքան օգնեց զուտ միավոր գրելու հաշվին, բայց ինքը այնքան ճիշտ էր խոսացել, որ այդ բլոտ ռեբլոտը իրան այդքան պետք չեկավ
Ահա, հիմա ավելի շատ պրակտիկ ենք խաղում։ Հիմա ես ընկերոջիցս տուզ եմ սպասում։ Տուզ չունի ընկերս, փաս տվեց։ Որտեվ ես 8-ից հետո միանգամից 10 եմ ասել։ Երկու հատ եմ բարձրացել 9-ից վալետ իմ մոտ է։ Ստեղ 4 սաատ բաց եմ թողում ու շատ մեծ հավանականություն կա, որ եթե իմ թերզը անցնի, այսինքն դառնա ընդհանուր խաղը 73 պետք է հակառակորդը հաներ, կհաներ ինձ թվում է։ Տեսեք իմ ընկերը 2 հատ տուզ ունի։ Եսի շատ սխալ բան անում իմ ընկերը, որ ինձ չի հենում։ Ու ես իրան ուղարկում եմ հիմա, չնայած չեմ կարող ուղարկեմ, բայց լավ է։ Ու ուզում եի զարթուցիչ ուղարկեի, որ զարթնի, էլի խի ես տենց անում։ Ու ամենակարևորը դհոլ կամ չգիտեմ այս ձեռքի բաները երբեք չուղարկեք ժողովուրդ, որտեղ խաղին էդի ինադա գցում, կարա նաև ձեր ընկերը ինադու կրվի, որ դուք իրան տենց ինչ-որ վատ բան եք ուղարկել։ Ստեղ տարբեր հետաքրքիր բաներ կան ժողովուրդ։ Ստեղ կան, ստեղ դաժե կան ներող ժողովուրդ, ստեղ տեսեք, գրածան ներող բան։ Ստեղ տարբեր հետաքրքիր բաներ կան։ Երբեք դրանք չուղարկեք ժողովուրդ, վիրավորական բաներ չուղարկեք։ Ահա։ Հիմա ես խոսում եմ սիրտը 10։ Իհարկե հիմա իմ մոտ վտանգավոր է, որտեվ ես մենակով սիրտը 10 չեմ հանի, բայց ես խոսում եմ, որ իմ ընկերս ինձ տուզ հենի, եթե ինքը ունի։ Բայց այն ժամանակ տեսեք ինքը սխալ արեց, շատ սխալ խաղաց ու ինձ չհելավ։ Ահա, տեսեք 11 բոյ ասեց, 2 հատ իր ընկերը հելավ, այսինքն 2 հատ տուզ իր մոտ է։ Բոյը կապուտ, այսինքն իրանք ամբողջը 8 ռուկներ իրանք տանելու են։ Իրանք մտածում են, որ սյո 8 ռուկներ իրանք տանելու են, տեսեք։ Թերզերին կարակ ուշադիրնեք, թե իրանց մոտ ընդհանրապես ինչ կա ժողովուրդ։ Ահա, տեսեք չտարան։ Ահա, նայեք, հիմա 25 իրանք կապուտ էին ասել։ Ինքը կրկնակի է գրվում, բայց երբ որ խոսում են բոյը կապուտ, եռակի է լինում, այսինքն 25-ը գումարվում է 25-ին ու գումարվում է էլի 25։ Մոտավոր 70 էր գրել, չէ, այս մեկը չջոգեցի խիեր 70 գրել, միշտ 75 է գրվում, բայց ոչինչ, այդ միթիկի այդ փոքր հաշվարկները հետո կսովորեք ժողովուրդ, ես հիմա ուղղակի մի քիչ դժվարանում եմ, դե վիդեոյի ժամանակ է մի քիչ որ լարվում ես, ավելի մի քիչ դժվարանում այդ հաշվարկները, այդ հաշվարկների մասը մի քիչ, այդ վերջում գրվող բան, կարևորը հաղթելն է, հաղթեք այն մնացածը արդեն թող համակարգը ինքը իրանով գրի, հետո ժամանակի ընթացքում կսովորեք։ Ահա։ Ստեղ սիրտ եմ խաղում, որտեվ թակ հա, տենց համել տենց գցում եմ, որտեվ ոչ մի բոյ չունեմ, էլի տանելու, որ ու ղոզ չենք խաղում, չնայած ղոզ չխաղալը էդի մի քիչ ուրիշ արդեն մի քիչ պետք է լավ խաղացող լինեք, որ խաղաք էդի մի քիչ ուրիշ խաղա էլի, ղոզ խաղալը, մի քիչ էդի ժամանակի ընթացքում, որ մի քիչ արդեն ավելի լավ խաղաք, օրինակ կտենակ էլի, եթե իրանք ղոզ են խաղում, որտեղ կարելի է ղոզ գցել, որ օրինակ ձեր մոտ տուզն է, խաչի տուզն է, եթե իրանք իրարանից են հելել, օրինակ ես նարյանը հելել է 9-ոց, անդրանիկը հելել է վալետ, օրինակ ձեր մոտ տուզ ու 10 է խաչից, դուք տենց բան կա էլի 10-ը գցեք, 9-ով դե պետք է անպայման բարձրանա, 9-ը գցից դեիցը վալետը հենի, ձեր տուզը բոյլ դառնա, որ իրանք օրինակ իրար մեջ խաղալով ձեր բանը, օրինակ այս մեկը որ վալետ ունի, չխաղա օրինակ ղարի խաչի 8-նոց, ձեր 10-ը տանի ստեով նարյանը 9-ը գցի, հետո
Նարյանը Կարոլ գցի, տենց ձեր տուզը հենի, սենց տարբեր խաղեր կան ժողովուրդ։ Տենց ամեն ինչը ոնց որ բլոտը մի քիչ շատ հարուստ խաղ է ու մի վիդեոյում չենք կարա էլի այդ ամբողջը բացահայտենք։ Դա համար ձեզ շատ է պետք պրակտիկ խաղալը։ Տեսեք հիմա իմ ընկերս չգիտեմ ինչ անում։ Ես հիմա օրինակ չեմ հասկանում ինքը ինչ անում, որտեվ ինքը մտածում է 11 հելել է ինքը իր սիրտը։ Բայց նաև միաժամանակ մտածում է, որ ինքը այդ սիրտը չի հանի ու գցում է իմ ղոզը։ Ես իրան, բայց ինքը չգիտի իմ մոտ ինչ կա։ Ստեղ բոլորը նույն հարթության վրա են, դրա համար ես արդեն տուզն եմ խաղում։ Տուզից հետո 10 ղոզի ժամանակ, հետո եւ այլն։ Այստեղ ինքը ինձ ինչա ուղարկում։ Ինքը չգիտի, բայց իմ մոտ ինչ է։ Այնտեղ ուղղակի իր տուզը չախեցին, զուտ ինքը դրա համար ինձ սենց է ուղարկում։ Այսինքն ինքը այդքան էլ լավ խաղացող չի այս դեպքում։ Նայեք, ինքը էլի ուղարկում է։ Վալետ կա իր մոտ։ Ժողովուրդ ջանկաներեք, ես միշտ ասում եմ չուղարկեք, բայց սենց կանեմ ես։ Որտեվ ինքը ամենասկզբից իր սիրտը պիտի չխոսար, այլ ինձ պետքա հեներ, որ ես հասկանայի, որ իր մոտ կա ղարի վալետ, ղոզի վալետ։ Ինքը հետո հելավ, դրանից հետո շատ մարդիկ կան, որ խաղալ չգիտեն, տուզ են հենում, բան են անում, կամ ղոզ ուղակի փոխում են։ Մի քիչ այդ առումով մի քիչ դժվար է, որտեվ սենց խաղացողները ու մի հատ հելավ։ Դրա համար եմ ասում սկսնակները պետքա այդ ուսուցողականում խաղան, որովհետև մի հատ չեն հենում, 2 հատ են հենում ղոզը, բայց այդից սկսնակները, չգիտեմ, մի քիչ տենց դժվար էլի կարանակ տենց խաղեք, որովհետև հանելուց այդ հաշվարկների մեջ մի քիչ կխճճվեք, էլի կարողա 13 խոսակ, բայց դուք 12 հանեք ու թերզ-մերձ չունենաք, բլոտ չունենաք, էլի որ ձեզ օգնի։ Դրա համար եմ ասում, ժողովուրդ, պետքա մի քիչ շատ խաղեք, որ փորձ ունենաք այս խաղում։ Օրինակ, եթե ինքը ինձ 2 հատ հելներ, ես կհասկանայի, որ չէ, վալետ ունի իր մոտ, բայց ինքը մի հատ հելավ։ Էլի նորից օրինակ, եթե ես հասկանայի 9-ա ինքը ինձ հելնում, ես էլի ղարի Կարոլ չէի խաղա, որ օրինակ ստեյց վալետ հելներ իր մոտ է թակ հններ։ 9-ով տենց խառը տաներ, ասենք։ Ցենց տարբեր բաներ կան, որ պետքա մի քիչ հասկանան, էլի, օրինակ ես խաղացող է, ինքը խաղացող չի։ Ինքը չի կարում խաղա։ Դրա համար ինքը ինձ այս բանը ուղարկում է, ես ուղղակի որ հիմա մի քիչ ներբայնանամ, սեղմում եմ սրա վրա ու կարամ ինքս ինձ այսպես, չգիտեմ, այս կոֆեով բանը ուղարկեմ, որ այս բանը փակվի։ Բայց հիմա այդքան բան չունեմ, իրան բան ուղարկեցի, արդեն ստեղի նոցով ինքը ղոզի նոցով տանում է, էլ իրան չախում են, սիրտ են խաղում հազիվ, ստեղ արդեն ղոզ ուներ ինքը։ Ու մենք պարտվեցինք, սենց էլ է լինում ժողովուրդ ջան, պարտությունը էդի շատ նորմալ է, կհանդիպենք արդեն մյուս վիդեոյում ժողովուրդ, անպայման բաժանորդագրվեք ալիքին, լայքերը դրեք, կոմենտներում ակտիվ եղեք, ձեր հարցերը գրեք, հաջողություն։